Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետը այսօր այցելել է Արագածոտնի մարզ, Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզում կառավարության կողմից իրականացված ծրագրերին։ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց կառուցելու համար կառավարությունը հատկացրել է 2 միլիարդ 157 միլիոն դրամ։ Այս դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Վարչապետն այստեղ եւս կարևորում է կրթության դերակատարությունը երկրի զարգացման եւ պետական խնդիրների լուծման գործում, նկատելով, ինչքան ավելի համապարփակ են հասկանում երկրի խնդիրներն, այնքան ավելի են համոզվում, որ բոլոր խնդիրների բոլոր լուծումները կրթության մեջ են եւ կրթության ոլորտում։ Նիկոլ Փաշինյանը դպրոցաշինությունը եւս կրթական գործընթացի մաս է համարում։ Նրա խոսքով վերջին տարիներին իրականացված լայնածավալ շինարարական ծրագրերի շնորհիվ պետական բյուջեի միջոցներով կառուցվող նոր դպրոցներն աստիճանաբար դառնում են ժամանակակից կրթական միջավայրի օրինակ։ Մենք պետք է ինքներս մեր նկատմամբ ունեցած պահանջները ավելի խստացնենք, ավելի համապարփակ դարձնենք։ Մենք քայլելիս տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին ասում էի, որ մենք արդեն պետք է նաև դետալների վրա առավել մեծ ուշադրություն դարձնենք, ամեն անկյունը, ամեն մեխը, ամեն բռնակը, ամեն գույնը, ամեն պատը, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք այսօր այս դպրոցը կառուցում ենք, բացվել է, աշխատում է, բայց ինքը դեռ երկար տարիներ պետք է աշխատի։ Եվ մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք դպրոց այս վիճակում պետք է շարունակի մնալ։ Այդ բանից էլ, այդ ընկալումից էլ պետք է դուրս գանք, դե դպրոցը նորակառուցա, պարզա, հետագայում ինքը պետք է մաշի։ Եվ ինչքան 10 տարի հետո որ գանք, արդեն պետք է ուրիշ ոչ 10 տարի հետո էլ պետք է այս վիճակը լինի։ Վարչապետի կարծիքով շինարարներն էլ պետք է առերեսվեն, որ բոլորի պես իրենք էլ սովորելու կարիք ունեն։ Նիկոլ Փաշինյանը ուրախալի է համարում այս դպրոցի կառուցումը նախատեսվածից շուտ ավարտելը, բայց հուսով է, որ ընթացքում որակի հետ կապված խնդիրներ չեն առաջանա։ Շատ երկրներում կա, որ ասենք, որ մի դպրոցը մենք կառուցում ենք 2 տարում, 3 տարում կզարմանա մեր վրա, բայց սա արդեն մի փոքր ավելի կառավարության եւ քաղաքականության խնդիր է նաեւ, որովհետեւ մենք խոսում ենք անդադ շինարարության ինդուստրիալիզացիայի մասին, որովհետեւ ինչու է նաեւ ժամանակը երկար ձգվում, որովհետեւ շինարարության ինչքան մեծ հատված է տեղի ունենում, այնքան ժամանակը ձգվում է։ Ինչքան շատ կոմպոնենտներ պատրաստի ուղղակի ինդուստրիայի հոսքագծի վրայից բերվում են, դրվում են տեղում, այնքան ավելի կարճ է տևում ժամանակը։ Նիկոլ Փաշինյանը նկատում է Հայաստանում շինարար ծանոթների տներ գնալիս առանձնահատուկ զգացվում է, որ դա շինարարի տուն է, հաշվի առնելով, որ ամեն ինչ ուղիղ եւ հարթ է իրականացվել։ Վարչապետը ցանկանում է, որ պետական բյուջեի միջոցներով կառուցվող դպրոցներն էլ այդ չափանիշներին հավապատասխանեն, որովհետեւ ըստ նրա դրանք յուրաքանչյուրի բնակարանից ավելի կարեւոր են, քանի որ այդ հարկի ներքո է որոշվում երեխաների հետագա կյանքի ընթացքը։ Մեր ուղերձը երեխաներին նույնն է, երեխաներին չէ, բոլորիս նույնն է, լավ սովորի, որ լավ ապրես։ Մենք բոլորս պետքա սովորենք եւ մենք պետքա լավ սովորենք։ Եվ իհարկե, ինչքան մարդը մեծանում է, ինչքան հասուն է տարիքը, այնքան սովորելու process-ը բարդանում է, իրականում շատերը մտածում են, որ մարդու ընկալունակության հետ կապված խնդիր է, չէ, դրա հետ չի կապված։ Մարդու կյանքը ամենօրյա ընթացքը միշտ չի, որ հնարավորություն է տալիս, որ մի պահ կանգ առնել եւ կենտրոնանալ սովորելու վրա, որովհետեւ ինչպես առիթ ունեցել եմ ասելու եւ ակադեմիական քաղաքի մեր նախագծի գաղափարաբանությունը դրա հետ է կապված, որ ուսումնառության process-ը ինքը դանդաղ process է, ինքը չես կարող վազքի մեջ շատ բան չես հասցնի սովորել։ Վարչապետը նաև ընդգծում է, կառավարությունը ոչ միայն ասում է լավ սովորիր, որ լավ ապրես, այլև լավ սովորելու համար պայմաններ է ստեղծում։ Պայմաններ են ստեղծվել նաև Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի համար։ Այն կառուցվել է 761 միլիոն դրամով։ Բժշկական այս հաստատությունը հագեցված է նաև անհրաժեշտ գույքով եւ ժամանակակից սարքավորումներով։ Մեր խնդիրը ինչ է, որ մենք պետք է հստակ ձևակերպածել, որ մենք ասում ենք պոլիկլինիկա, ինչ նկատի ունենք, որ մենք ասում ենք դպրոց, ինչ նկատի ունենք։ Հիմա ասենք օրինակ, եթե այս պիջակը չէ, բայց եթե այս պիջակը կոճակ չունենա, գրպաններ չունենա, օձիկ չունենա, էլի կարող հագնենք, էլի կարող ասենք պիջակ, բայց պիջակը լրիվ ուրիշ բան է։ Ես նկատի ունեմ, երբ որ մենք ասում ենք պոլիկլինիկա, դպրոցի դեպքում ոնց ենք ասում, այդ նշանակում է, որ ինքը պետք է ունենա օրինակ լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի դահլիճ, հանդիսությունների սրահ,
լաբորատորիաները պետք է հագեցած լինեն սրանով։ Եթե չկա, այդ նույնն է, որ պիջակա, բայց կոճակներ չունի, գրպաններ չունի, օձիք չունի, թևքեր չունի, այսինքն սենց պետք է մոտենանք։ Նիկոլ Փաշինյանի զեկուցում է նաև, որ հարակից տարածքում կառուցվելու է 4 հարկանի նոր հիվանդանոց։ Նախագիծը պատրաստ է, փորձաքննությունն անցել է, մրցույթն էլ հայտարարված է։ Մյուս ամիս արդեն հայտնի կլինի նաև շինարարի անունը։ Իսկ Թալինում բժշկական կենտրոնը վերակառուցել են։ Կառավարությունը 1 միլիարդ 475 միլիոն դրամ է տրամադրել։ Այս կենտրոնը եւս ապահովված է անհրաժեշտ գույքով եւ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։ Վարչապետն այս այցերի ճանապարհին նաև գոտին ձգելու համար է ժամանակ տրամադրում։ Պարզ նիհարն եմ գոտիս վրես մեծացել է, երկու խար, էլի։ Անեն։ Ինձ թվում է 3 հատ։ Եղբայր մի հատ էլ էլի, մի հատ էլ։ Անեն, իսկոն նիվոր։ Դու տենց հասկացա։ Քեզանով քշելուց է։ Տուն ավելի լավ կլներ։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել ու ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը։ Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը եւ բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Միացյալ Նահանգների նախագահի որպես ՎԿ համատեղ հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը, նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի եւ ներդրումների համար, այդ թվում չմիավորման շարժման անդամ պետությունների հետ։ Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ եւ առևտրային ներուժը։ Ավելին, խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության եւ մարդկանց միջև շփումների համար, նպաստելով ավելի լայն կայունությանը եւ բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը, փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների եւ շուկաների կամրջի, հիմնված խաղաղության եւ համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք չմիավորման շարժման աջակցությունը խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը եւ TRIP նախագծին։ Եվ վերջապես 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, COP17-ը։ Երկու շաբաթ շարունակ Հայաստանի մայրաքաղաքը Երևանը կվերածվի գլոբալ բնապահպանական բանակցությունների կենտրոնի, այդ թվում այնպիսի անկյունակարային թեմաների շուրջ, ինչպիսիք են Կունմին Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի վերանայումը, ռեսուրսների մոբիլիզացիան, ինչպես նաև կլիմայի փոփոխության եւ կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը։ Հայաստանյան նախագահությունը ջանք չի խնայի ապահովելու COP17-ի իրապես ներառական եւ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման անցկացումը, համախմբելով կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, բնիկ ժողովուրդներին եւ տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր հատվածին, նպատակ ունենալով ձևավորել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արդյունավետ եւ նպատակահեն գործողություններ։ Պարոն նախագահող, եզրափակելով թույլ տվեք ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու չմիավորման շարժման եւ դրա անդամ պետությունների հետ մեր համընդհանուր նպատակների խաղաղության, փոխադարձ հարգանքի, ուժի չկիրառման եւ միջազգային համագործակցության առաջ մղման ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանը Նոր Նորքում հերթական ծառատունքն է կազմակերպել։ Տնկվել է մոտ 650 ծառ եւ թուփ։ Քաղաքապետ Ավինյանը խոսել է այգիներից, որտեղ առաջ ինքնակամ շինություններ էին։ Այսօր խնամված ու ոռոգվող խոտածածկ, խաղահրապարակ եւ հանգստի համար հարմար միջավայր։ Մանրամասները ռեպորտաժում։ Տորքանգեղի այս ամբողջ այգին անմխիթար վիճակում էր, ինքնակամ շինություններով լի, հիշեցնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Դա տարի ու կես առաջ էր, երբ քաղաքապետանը սկսեց այդ շինություններից ազատվելու, այգին մաքրելու գործը։ Այսօր այդ նույն այգում հերթական ծառատունքն էր, այս անգամ 4.2 հեկտարի վրա, մոտ 650 չորադիմացկուն ծառի, մշտադալար եղևնու ու թփի տեսքով։ Ամենակարևորը բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացնում ենք ծառատունք, միշտ կա ոռոգման համակարգ, ինչպես եւ այստեղ ունենք ոռոգման համակարգ, բոլոր այն ծառերը, որոնք որ տնկվել են այսօր, վստահաբար մեր կլիմայական պայմանների համար հարմարեցված են եւ ամենակարևորը այս բոլոր ծառերը, գրեթե բոլոր այս որ տնկվածը մշտադալար են եւ մեզ օգնում են նաեւ ձմռան ամիսներին, երբ որ գիտենք, որ ունենք օդի որակի հետ կապված խնդիրներ։
Տորքանգեղի այս այգում, ինչպես որ նախագծով է, կա արդեն քայլուղի, կառուցման մեջ են ֆուտբոլի դաշտն ու խաղահրապարակը։ Այստեղ ունենալու ենք workout եւ իրականում Տորքանգեղի հարակից այս այգին մի շատ գեղեցիկ նոր միջավայր է դառնալու հենց արդեն հաջորդ տարի։ Ընդհանրապես այս այգու վերակառուցումը քաղաքապետանի այգիների վերակենդանացման ծրագրի մասն է կազմում։ Քաղաքապետը առիթն օգտագործելով թվում է վերակառուցված Մերգելյանի, Օղակաձև, Մալաթիա Սեբաստիայի ու այլ վարչական շրջանների այգիներն ու նշում. Նոր վարչական շրջանում սա երրորդ այգին է, որտեղ որ մենք իրականացնում ենք աշխատանքներ եւ իրականում արդեն իսկ կարելի է ասել ինքը բավականին տենց հետաքրքիր միջավայր է դառել։ Տորքանգեղի 42,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այգին 2026-ին մասնակի կբացվի, իսկ ամբողջությամբ 2027-ի սկզբին, վստահեցնում է Տիգրան Ավինյանը, ով նաև տարածքում շրջայց ունեցավ։ Տիգրան Հակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ գազատարի վերարտադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29 ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սայաթնովայի, Հակոբյան, Կամոյի, Այվազովսկու, Արաբկիր, Անդրանիկի, Լագեր, Մելիքյան, Մուրացանի եւ Նայերի փողոցների գազասպառողների ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Մեծ Պառնի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Սպենդիարյան, Զորյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների ժամը 10-ից մինչև ժամը 17:30-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։